դու գիտեիր, որ Աբովյան փողոցի վրա գտնվող լեգենդար սև շենքը ունի 118 տարվա պատմություն։ Գիտեիր, որ ըստ նախագծի շինությունը ուներ 2 հարկ, բայց դե 1930-ական թվականներին կառուցվեց նաև 3-րդ հարկը։ Հələ տեսեք ինչ համահունչ է ու ընդհանրապես չի տարբերվում իրարից։ Բա չէ սրապես, չմոռանաս Գիտակերտին գրանցվեց։ Այս շենքում ինչ չեր ասես, թե չի եղել։ 1915 թվականին այս շենքում եղել է զորանոց, հետո եղել է Եղեռնուց փրկված երեխաների որբանոց, իսկ 1919 թվականի մայիսի 16-ին անկախ Հայաստանի կառավարությունը որոշում է ստեղծել համալսարան։ Քեզ երևի կհետաքրքրի թե ինչու։ Ասեմ, որովհետև կառավարությունը հասկանում էր, որ նոր անկախություն ձեռք բերած Հայաստանում պետք է կրթվել եւ ձևավորել ազգային արժեհամակարգ ունեցող սերունդներ։ Բայց քանի որ Երևանում համապատասխան շինություն չկար, Հայաստանի առաջին համալսարանը բացվում է Գյումրիում։ Իդեպ ասեմ, որ ժամանակին Գյումրին կոչվել է Ալեքսանդրապոլ։ Լայքս դիր լայքս։ 1920 թվականին համալսարանը տեղափոխում են Երևան, ու հոկտեմբերի 1-ից համալսարանը գործում է այս հրաշք սև շենքում։ Իսկ 1960 թվականին համալսարանը տեղափոխվում է նոր շինություն, որը գտնվում է Ալեք Մանուկյան փողոցում։ Իսկ սև շենքը դառնում է համալսարանի մասնաշենք։ Իդեպ ասեմ, որ այս շենքը ստացել է պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ։ Իդեպ իմացեք, թե ինչ պատմական մեծ նշանակություն ունեցող շենքում եք դուք սովորել։